Այստեղ նորից ցանկանում եմ հիշեցնել, որ ինչպես քննիչը նախաքննության ընթացքում, այնպես էլ մեղադրողները դատաքննության ընթացքում բազմաբանելով մեղադրանքը հստակ նշել են, որ Միքայել Սրբազանի վերսակրվող հանցագործության կատարումը ավարտվել է 24 թվականի փետրվար 3-ի տեսանյութի առաջին հրապարակման, որը տեղի ունեցել հենց այդ նույն օրը 24 թվականի փետրվար 3-ին։ Իրենք էլ ասացին են հանցանքը ավարտվել է 24 փետրվար 3-ին։ Հիմա նորից ոնց կարելի է հավարտված հանցագործությունը, որ փետրվար 3-ին ավարտվեց, դրանց մի տարի հետո հնչեցած հարցազրույցի միտքը, ասել տեսեք հիմա կոչ հանդիպել։ Պետք է մոռանանք 25, ընդհանրապես պետք է հանել, կտրել մեր մտքից, ասել դրա մասին էլ չխոսենք։ Խոսեք 24 թվականին ավարտված հանցագործության մասին։ Փետրվար 3-ին ավարտվեց։ Այդ օրվա դրությամբ ասեք, որ այդտեղ կոչ է։ Հենց քննիչն ու մեղադրողներն են հաստատել, որ դրանից հետո Միքայել Սրբազանի կատարած որևէ արարք, այդ թվում 25 թվականի հունիսի 23-ին կրված հանցազրույցը, դրա ժամանակ հնչեցած արտահայտությունները հանցագործություն չեն համարվում։ Հենց այս տեսանկյունից հետ ցանկանում ենք նորից հիշեցնել մեղադրողների հետևյալ ձևակերպումը։ 2025 թվականի հունիսի 29-ին հրապարակված ելույթում վկայակոչելով 24 թվականի փետրվար 3-ի տված հարցազրույցում հնչեցրած հետաշրջում կատարելու իշխանությունը սահմանության չնախատեսված եղանակով ձևորականների միջոցով ստանձնելու արարության մասին իր խոսքը, 25-ին հաստատելով 24-ի խոսքը, վերահաստատել է այն, ուժային կառույցների կողմից իշխանություն փոխել դեպքացի որպես հանրություն, այդ կերպ հնչեցնելով իշխանություն բնիզացնելու կապալելու կոչ։ 25 թվականի հարցազրույցում հաստատելով այդ մտքերը կոչ արել։ Բարձա չէ, որ իրենք ասում են, որ 25 թվականին է կոչ արել։ Բոլորի համար կարծում եմ բարձա, որտեղ ասում են 25-ի քո այս հարցազրույցով վերահաստատելու կոչ է սա։ Հիմա ավարտենք 25-ը հանում ենք, հիմա ասում են դե սա չկա 25, որտեղ սա օբյեկտիվ կողմի ականջ։ Դա 24-ին է կոչ։ Նախ ինչպես ականատեր դարձել այդ երկու տեսանյութերի հետազոտումից 2025 թվականի հունիսի 28-ի տեսանյութում ընդհանրապես որովհետև Միքայել Սրբազանը հստակ չի վկայակոչել 24 թվականի փետրվար 3-ի հանցազրույցը եւ դրանում հնչեցած մտքերը։ Ուստի անապացուցելի մնաց մեղադրանքում եւ մեղադրողների խոսքում նշված այդ ձևակերպումը, ինչն է ինքնին հերքում է այդ մեղադրանքը։ Ընդհակառակը լրագրողային արդյունքը վերջին շրջանում ընդդեմ են իրեն մեղադրում են այն բանի համար, որ իշխանություն զավթելու կոչել է արել, վերջին շրջանում անորոշ ժամանակահատված։ Պատասխանել է, որ ինքը երբեք կոչ չի արել, ինքը միշտ էլ ասել է, որ ռազմական հեղաշրջի մտքեր, որ կա անհրաժեշտություն։ Նշվածը մեղադրանքի կողմից շարժակով գնահատել է, դեպի կոնկրետ 24 թվականի փետրվար 3-ի հարցազրույցում հնչեցած մտքերի վկայակոչումը վերահաստատվում է, սակայն տրամադրության տրամաբանությամբ կարող են գնահատել, որ դա դրանք պատերազմի ժամանակ կամ 23 թվականի սեպտեմբերի 26-ի տված հարցազրույցում նույն անհրաժեշտության մասին հնչեցած մտքերի վկայակոչումը վերահաստատվում է։ Իսկ այժմ Նիկոն թողնենք ավարտված հանցագործություն համարվող արարքից հետո, այսինքն փետրվարի 24 թվականի փետրվարի 3-ից հետո, 25 թվականի հունիսի 21-ին տված հարցազրույցի բովանդակությունը եւ կրկին վերադառնանք հանցագործություն համարվող 24 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցին եւ նորից տեսնենք դրա բովանդակության մեջ գոնե որևէ տեղ, որևէ կոչ արքայ թե ոչ։ Այսինքն թողնում ենք, մոռանում ենք վերահաստատում, մոռանում ենք այդ հարցազրույցը դրա թե չէ։ Կոնկրետ արարք ենք բովանդակությունը հետևյալ է։ Հիմա այդ է, ինձ վերապահված հարգանք սրա է նման, հիմա ով է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ, հեղափոխություն պետք է վաղուց լիներ։ Իշխանությունը փոխելու ընդամենը ես 3 ճանապարհ գիտեմ, դուք եթե 4-րդը գիտեք, ասեք, էսա ընտրություն, իբրև թե կամ իբրև թե ընտրություն, կամ ընտրություն, երկրորդը հեղաշրջում, երրորդը ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա ուրիշ, չկա, երեքն անհնարին է, սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է։ Հիմա ոնը մեկը ասել է կոչվում։ Ասում է, ես միջևս ասել եմ ինձ ոչ մեկ չի լսել, այս օրը լսած եմ ներնա բաց կլինել, այս իրեք տարբերակը կա, ինձ էլ հարցեն մեր իրեք կա, ասել եմ հայ իրեք տարբերակ կա։ Ու նորից կարամ ասեմ, մեկը կա, 4-րդ ասել։ Այստեղ կոչը որն է։ Իհարկե մինչև այս պահը ոչ միտեղ որ կոչ չկա, այստեղ ընդհանրապես խոսվում է, որ խոսողի կարծիքով իշխանություն փոխել ընդհանուր 3 ձև կա, նշում է թե կարծիքը որոնք են դրանք։ Ես հատուկ եմ մասնաբաժին արել, ես առաջի հատվածը անցել։
Շարունակում եմ մեր դեպքը։ Ուրեմն իմ այս վերջին 6 տարվա, միայն 6 տարվա այն ժամանակ 6 տարվա գործունեությունից պարզ չի, ես ինչ եմ ասում։ Քանի անգամ ասի, բացի բաց, ռազմական հեղաշրջումը պետ, պատերազմի օրերին ասի եւ նախագահներին ասեցի Քոչարյանին եւ Սերժին։ Ասի լավ, դուք պարոն նախագահ Քոչարյան, 10 տարի նախագահ եք եղել, դրանց առաջ 2 տարի վարչապետ չէ, այդքան տարի Ղարաբաղի նախագահ, դուք ձեր կողմնակից, Ղարաբաղից ոչ մի գեներալ չունեք, ոչ բանակցություն, ոչ ոստիկանություն, ոչ ազգային ամուսնություն, որ դան ձեր փոխը կանեն հեղաշրջում են համասեն։ Եթե իրենց սովը Սերժ, ու ավելի 10 տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության անվտանգության քարտուղար է, պաշտպան չկա, որ չես տարել։ Հա, շախմատի ֆեդերացիայի նախագահ, դու ոչ մի գեներալ քեզնովի չունես, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակում, որ հելել ես փողոց պատիվում են, մատիվում են։ Ռեալ պոլիտիկի ինչին ասում ես խոսում է, դա ռեալ պոլիտիկն է, չէ, որ ընդդությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ուր եք գնացել ընդդության, ուր եք մտել ընդդության, նշանակում է ձեր նպատակը փոխել է, չէ, բացազանց լավով պիտի իմանա, որ այս ընդդության չի փոխել։ Ուրեմն դες այն որ բովանդակության մեջ, ասում եմ վերջին 6 տարվա ընթացքում ասել եմ, պատերազմի ժամանակ եմ ասել նախագահներին ու ասում եմ ինչ ասես։ Այսքանը բավական է։ Ինչպես տեսնում եք այս հատվածում ևս խոսող ընդհանրապես պատմում է, որ վերջին 6 տարվա ընթացքում մի քանի անգամ, այդ 20 թվականի պատերազմի ժամանակ է դրանց հետո ասել է, ընդ որում ասել նախկին նախագահներին, որ ռազմական հեղաշրջում է պետք։ Ամբողջ դատականության ընթացքում պաշտպանության կողմը պնդում է, որ սա ոչ թե կոչ է, այլև խոսողը պատմում է, որ ինքը նախկին 6 տարվա ընթացքում մի քանի անգամ ասել է, որ դա անհրաժեշտություն է։ Դրանի պատասխան մեղադրողներն իրենց եզրափակիչ ելույթում նշել են հետևյալը, թե սունկերական գործի դատականության ամբողջ ընթացքում պաշտպանության կողմը մշտապես նշում է, որ ներառելի խոսքն իր մեջ կոչ չի պարունակում, քանի որ խոսքում նա պատմում է անցյալում դերունացած իրավիճակի մասին, սակայն ըստ էության, ըստ բառն է, ըստ էության, իր ելույթով ներառյալը հասարակության լայն շրջանակներին ուղղորդում է, համոզում եւ հրահրում է հեղաշրջում կատարել։ Ավելին իր խոսքով ներառյալը նշում է իշխանություն զարգացման մասին երկրորդ երրորդ նախագահներին տնահացած ոստիկանության բարձր հայտարարության միջոցով անելու վերաբերյալ։ Տվյալ կոչի նպատակն է երել համախմբել մարդկանց ու ուսուցում տալ նրանց արարքներին մտել պետական իշխանությունը որպես զարգացում։ Հիմա այս մտքերը որտեղ է ստացվում։ Նախ կոչը մի տեղ չասած, այսի կոչը։ Ասում են, որ պատմել է ըստ էության դրանով ուղղորդում է։ Բայց նա պետք է տեսնենք այս կոնկրետ պահին, հենց այս գործողության պահին, անց ինչ-որ արեց կոչ։ Դա չարեց։ Հիմա դուք ասում եք, այն որ ինքը նախկինում ասել է, դա հիմա ասում է, հանցագործություն է։ Չեմ ալարում կրկնեմ, դուք եք ասել, որ նախկինում դա հանցագործություն չի։ Այս ոնց է որ դրա մասին հիմա ասում է, դա հանցագործություն։ Քանի որ մեղադրողները ևս քաշ գիտակցել է, որ մանիպուլացում են փաստերը, որ իրականում այդ փաստազրույցում որևէ գործ չկա, եւ ընդհանրապես պատմում են նախկինում տեղ ունեցածի մասին, ուստի փորձելով ցույց տալ, թե հիմնավորում են իրենց ասածը, կրկին վկայակոչել են ավարտած հանցանք համարվող հարակից մոտ 1 տարի 4 ամիս հետո տեղ ունեցած հարցազրույցի բովանդակություն, որն էլ դառնում չի համարել մեղադրանքի մաս։ Մասնավորապես մեղադրողները նշել են հետևյալ, հիմա նորից չեմ ներկայացնելու, քանի որ սա մասին ներկայացի։ Նորից իրենք ասում են դիտավորության մասն է վկայում 25 թվականի 21-ի հարցազրույցը, որը հաստատել է 24-ին եւ դա կոչ է։ Այսինքն տեսակ, չէ՞, եթե ես սխալ եմ, եթե պաշտպանության կողմը սխալ է, ուրեմն համապատասխան առարկություններում մեղադրողները պետք է ասեն չէ։ Այս ինչ բանը բաց է թողել։ Այս հատվածում մենք ցույց ենք տվել կոչը որն է։ Ոչ թե ասել ենք, որ պատմումը ըստ էության կոչ է, եթե դա է հաստատել, ասենք իմանանք որ սա է։ Որտեղ դա չի կարող լինել կոչ։ Սա իրենց գնահատականն է, որ ըստ էության, այսինքն ով ինչ պատմի, ասեն դրսանունը կոչի Ամփոփելով վերօրյալը, հարկ ենք համարում անվերապահորեն պնդել, որ չնայած բազմաթիվ խոստումներին ու հավաստիացումներին, ամբողջ դատական ընթացքում մեղադրողները այդպես էլ չեն կարողացել մատնացուցանել, թե 24 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում կոնկրետ որն է եղել կոչը, եւ այն էլ իշխանությունը բռնի զանգելու կոչ։ Իսկ եթե չկա կոչ, ապա չկա հանցագործություն։ Ինչու է կարևոր այս ամենի նկարագրությունը, քանզի ինչպես նշել ենք, մենք պաշտպանվել ենք ներկայացած մեղադրանքից եւ դրա պարզապանումներից, իսկ պաշտպանության կողմից որևէ մեկը ինչ-որ չի կարողացել մատնացուցանել, թե ներկայացած մեղադրանքում որն է հանցավոր համարվող կոչը։ Եվ այստեղ ամենակարևորը, որ մեղադրողները չարեցին, մենք էլ չպաշտպանվեցին, այս դեպքում դատանը միանգամից պետք է անհնարություն անել։ Այսինքն դատանը որտեղ է հասկացել որ կոչ կա։ Պատկերացնում եք, չէ՞, ով որ մեղադրում է, ինքը չգիտի կոչ
կոչը, որ նա չի կարողանում ասի, կամ չի ասում։ Հիմա դատանը որտեղից բացեց։ Օրինակ ինքը գնաց, մեղադրական մտքեր մոտ առաջացրեց, որոշեց դե լավ, մեղադրողները չեն ասում, ես ասեմ, իրավունքի նման բանական։ Հերի չի դատավճռում, չի գրել, թե որն այդ կոչը, որտեղ մենք այդ հարցը, ասես կարող ենք դեպիպես անցենք հարցը, որտեղ սա է, չկա հանցագործություն։ Բայց դատանը միտեղ չգրի, որն այդ կոչը։ Դա չես էլ գրել, եթե դու տես մտքեր ես ունեցի, բանա հրապարակային քննարկման առարկա դատների, բանա պաշտպանության կողմը փորձել քեզ քո մտքերի հետ վիճել համոզել քեզ, որ չէ։ Այսինքն ի սկզբանե իր համար պարզ է, գործը բերել են դատարան, ինքը պետք է դատավճիռ կազմեն դատարանը։ Չէ՞ հետաքրքրում դա պարզել են, հատուղություն տալն, քննությունը կապակցության մասին։ Այսքանով ես իմ մասը ավարտեցի պատվաժան դատարան, խոսքը փոխանցեմ գործիքերից։